Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք հավով և սունգով ժուլիեն։ Մեր դան ամենասիրված ուտեստներից մեկն է, որը նոր հարս եղած ժամանակիցս պատրաստել եմ։ Սկզբում արել եմ, ամեն անգամ փորձել եմ մի տեսակ սերուցքով, մի տեսակ սոսով, բայց վերջում ունեցել եմ իմ իդեալական բաղադրատոմսը։ Այսօր իմ գաղտնիքներն եմ բացում ձեզ, կամ ավելի ճիշտ իմ հին բաղադրատոմսերից, որը շատ համով է։ Ուրեմն, մեզ պետք է սունգ, շամպինյոն տեսակի, հավի գրծկամից, որը արդեն ես սկսել եմ կտրատել կամ մաքրել, սենց բզդիկ հացիկներ, պանիր, հալվող պանիր, պետք է լինի կամ չեդր, կամ մոցարելա, կամ սուլուկունի, սոխ, կարմիր, ես սիրում եմ կարմիր սոխ օգտագործել, եւ իհարկե սերուցքը, աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ գծու, կարմիր բղբեղ ոչ գծու եւ սպիտակ պահար։ Եվ մեզ պետք է լինելու չուր։ Ուրեմն հավի գրծկամից մի քիչ մաքրում ենք, որովհետև մեկ-մեկ եթե թարմ վերցնենք, անպայման մեր մաքրելու գարիքը ունի, մի տետև ոսկոր են թողում, այդ ոսկորները կամ այդ արյունոտ մասերը անպայման պետք է հանենք։ Ես էլ հանում եմ։ Մաքրում ենք հավը եւ արդեն ունենալու ենք մաքուր մասեր, որը հետո կտրատենք։ Ստեղից էլ հանենք այս ավելորդ մասերը ու շարունակենք։ Ինձ համար շատ հետաքրքիր բաղադրատոմս է, որովհետև նախ սունգը եւ հավը իրար շատ են սիրում, ասեմ, ու այս ամեն ինչին սոխը դե հարստացնում է այդ ամեն համերը, ու ամենակարևորը որ սերուցքի տեսակը ինքը լման այս համերը իրար բերում է։ Դրա համար ինքը եւ comfort food կսվի, քանի որ ինքը սենց հանգիստ համ է տալիս, ու եւ արդեն շատ համով։ Այս մասերը հանում ենք, նայենք ինչ ունենք ստեղ, այս մասերն էլ եմ հանում։ Եվ արդեն կարող ենք կտրատել։ Այստեղ մի հատ էլ կա մաս, այդ էլ վերցնեմ ու արդեն մարացնենք։ Օպս։ Նորմալ է։ Ուրեմն, քանի որ մենք հավից հետո մենք չենք կարա այս տախտակը օգտագործել, պետք է մաքրենք, ես միանգամից կարող եմ մարացնել հավը, որպեսզի պատրաստ լինի։ Լվացվի մեկ հատ։ Մի հատ ասած ժպտա նկարում եմ Շաղիկ ջան, ուրախ սվարդ։ Մարացնում ենք այսպես։ Մի խոսքով շերդերի ենք վերածելու, բարակ շերդերի։ Միշտ հիշենք, որ ինչ որ միսի տեսակ պետք է անենք, պետք է բոլոր միսը ընդհանրապես ամբողջ պորցիան ասենք, նույն չափի պետք է լինի, ինչու, որովհետև երբ որ մենք եփենք, եթե մեկը փոքր, մեկը մեծ է, մի հատը եփվում է, մի հատը չի եփվում։ Բարակ շերդերի եմ վերածելու։ Կարանք կիսենք եւ բարակ շերդեր անենք այսպես։ Ընդհանրապես սունգով, սոխով հավը, օրինակ եթե իրար հետ պետք է տաբագեմ, չեմ սիրում իրար հետ տաբագել, սիրում եմ առաջ հավը տաբագել, մի կողմից էլ սունգը եւ սոխը եւ հետո իրար ավելացնել կամ իրար խառնել։ Քանի որ երբ որ սունգով եփենք, սունգը կարողա ջուրը դուրս տա եւ չորանա, իսկ եթե մինագը եփենք, կարողա չէ, կարամելայզ դա լինում, ավելի հաջող է լինում։ Մեր հավը պատրաստ է։ Կարող եք միանգամից ավելացնել դաբակի մեջ, բայց երևի դաբուտղից հետո ավելացնենք առաջ։ Արդեն տապակը տաք է։
Հոդը արդեն խենթանալիք։ Yummy։ Մենք ամեն եթերից առաջ Մարանիկը մեզ հարցնում է ինչ համեմունքներ է պետք, ու ես հաշվում եմ համեմունքները ու ամեն անգամ ուրախանում եմ, որ իմ ամենասիրած համեմունքներից միշտ ունենում է։ Օրինակ սպիտակ բղբեղը կամ սպիտակ բահարը շուկայում ամենտեղ չկա, ու օրինակ Մարանիկը ունի։ Ես շատ եմ օգտագործում, ինքը հավին շատ է սիրում, սպիտակ սոսերին շատ է սիրում։ Միշտ ունեցեք տունը, ինքը ավելի հարստություն է տալիս միսին կամ հավին։ Դե ինձ սիրելիներս, միջև հավը տապակվի, ես ուզում եմ սունգերը կտրատեմ, դե սունգերը սենց ենք կտրատում փարակ, շերդերի, ինչքան փարակ, այնքան լավ։ Իրականում սունգը շատ փոքրանում է, դրա համար երբ որ կտրատում եք մի վախենակ, քանի որ ինքը մեկա պետքա մանրանա։ Հավում։ Այս հացիկների մեջ շատ եմ սիրում անել, որովհետև դենց մանավանդ որ հյուրեր եք ունենում, սենց ամեն մեկը իր պորցիան է վերցնում ու դու։ Դե Ջուլիանը գիտեք միշտ սիրում է ինքը բզդիկ պորցիաներով, էս էլ դագինը բարաբի չի գնա։ Այդ վերջը այդ սոսերը որ հավաքվել է այնտեղ, այդ հացիկն էլ ուտում են ու ավելի համով է լինում։ Դրա համար ինվենտ եմ արել այս ցևը։ Հույսով եմ կհավանեք։ Դե սունգը պատրաստ է, մի քիչ ցիտաբտղից հետ եմ կավելացնում։ Արդեն դակա։ Ու ավելացնում ենք սունգը։ Մի թեթև աղ ենք թունում։ Նայենք հավը ուր հասավ։ Շատ լավն է։ Իրականում մենք հիմա կարող ենք սոխը ավելացնել, որով գրեթե հավը մի քիչ է մնացել, որ եփի։ Սունգն էլ հետո կավելացնենք։ Ու թողում ենք լավ եփի։ Այդ որ սենց չորանում է եզրերը, դենց է պետք։ Նայ շատ արագ ինքը արդեն փսկում է։ Եթե կուզեք կարող եք հադիգ էլ դարձնել։ Չնայած մեր գրագը շատ մանր է։ Դες արդեն իջավ։ Հոդը yummy։ Այստեղ դաղավարում ունենք մարդիկ, որ սունգ չեն ուտում, բայց իրականում ես էլ շատ է լինում, որ իմ հաճախորդները մանավանդ բալյանս բայշաղեգի, որ առողջ ծնունդ ենք տալիս, դե այնտեղ հայտ ենք լրացնում, այնտեղ գրում ես ցանկություններ կամ ինչ-որ եթե մթերքներ կա չես սիրում, սունգը միշտ լինում է։ Մեկ էլ քիվին է լինում, չեմ հասկանում ինչի քիվի եւ սունգ մարդիկ չեն սիրեր։ Ինքը մաշրումը, դե եթե ալերգիա է, անշուշտ էդի ուրիշ, բայց եթե համը չեն սիրում, ինքը կոմֆորտ համ ունի ու շատ հետաքրքիր։ Ու ես ասեմ, եթե սունգը ճիշտ ձևով չեք ուտում, դրա համար կարող եք հավանել։ Միշտ չի սիրողները, եթե նայողներից կա որ մարդ չի սիրում, անպայման մի օր ճիշտ ձևով կերեք եւ սունգը հավանելու եք։ Եթե չգիտեք, ինձ գրեք, ես կասեմ ինչն է ճիշտ ձևը։ Ուղղակի մի կաթիլ եմ անում, որպեսզի հավաքի համերը ու ավելացնենք սերուցքը։ Ու սերուցքը։ Բայց բորսակոն չկա, չեմ ավելցի։
Մի հատ լավ խառնում ենք։ Սպասում ենք մի քիչ եփի, որ ավելի համերը քաշի։ Հիմա պետք է պարմեզանը տնենք։ Լավ է եկերես օպերեյթոր ջան, գնացինք։ Պարմեզանը ավելի հարստություն է տալիս սպիտակ սոսերին, ավելի լավ համ։ Դրա համար միշտ սպիտակ սոսերին, սերուցքով սոսերին ավելացրեք պարմեզան։ Մի հատ խառնում ենք։ Եվ վուալա։ Դες արդեն թանձրացավ սոսն էլ։ Yummy, oh my god։ Դուք պատկերացնում եք համը։ Այսպես վերցնում ենք ու ամենեգուն մի քթալ ավելացնում ենք։ Ու հետո այդ մեր հացիկները տնելու ենք սինիի վրա ու ուղարկենք ջերոց։ Ուպս։ Ես ինձ վարելու միշտ մեջ եմ, այստեղ մի հատ պետք է ինչ-որ մի բան։ Շարունակում ենք։ Եվ քիչ-քիչ լցնում ենք բոլորը, մինչև որ ամեն հացիկները լցնենք, բայց ամեն բարակայի ասեցի, եթե չեք ուզում հացիկով անել, կարող եք սպիտակ կամ թափանցիկ փայրեքսի մեջ հավաքել ու հետո պանիրը տնել ու ջերոց ուղարկել։ Կամ եթե հյուրեր ունիք, բզդիկ բնակներ ունեք Ջուլիենի բնակներով մատուցել։ Մի քանի հատ մնացել։ Here we go։ Սունկ, ահա։ Այս ոչ։ Տեսակ ինչքան հեշտ է։ Մի քիչ ձերքս վարեցի, բայց ոչինչ, ձեր համար ես կզոհվեմ։ Ինձ կգրեք անպայման այս ձևով պատրաստել եք կամ չէ, ձեզ համար նորություն է։ Բոլոր ընտանիքին արեցինք, մի քիչ էլ հարևաններին։ Իսկ մենք բոլոր Getroon TV աշխատողներին։ Տեսեք, ճոտկի։ Իրականում դուրն էլ ես ինչ-որ մի բան անում եմ, միշտ ցենց ճոտկի ա լինում։ Ասում եմ ոնց։ Չգիտեմ, տենց ստացվում է միշտ։ Քանի որ տենց չէ, որ ամեն ինչ անում եմ, ցենց չափած, գծած։ Okay։ Սակո, ուր է Սակո։ Սակո։ Ամեն անգամ հրավեր բիտամ, ամեն անգամ։ Տիպ անուշիկ շարում ենք իշտե։ Նկարի։ Այս կադրը ոնց կարաս բաց թողես։ Հերու մնաս։ Սիրտդ կները։ Ասա։ Մի րոպե։ Սպասի, քանի որ այստեղ ես, բաները տնենք։ Վաղ չեմ մորցած, մի վախնար։ Ուզում եմ Սակոն անուշիկ նկարը։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր համովիկ Ջուլիենները գրեթե պատրաստ են։ Wow. Okay։
Ես մի հատ ստեղ սոխ եմ պատրաստել, որ վերջում անպայման կամ սոխ կամ ազատկեղ ավելացնում եմ ես այսպիսի ուտելիքների, որ ինքը քույն չունի։ Դուք էլ անպայման ավելացրեք, ինքը սենց ավելի appetizing եւ բզդիկ անուշիկ finishing կուտա։ Շարում ենք անուշիկ ափսեի մեջ։ Չիկաս, հետ չիկաս։ Դուն կեզ մեջ չիկաս։ Ահա։ Որ իմանա կոդը ամեն աչքետ է։ Զմայլում եմ, լավ գնացինք։ Վերջում ավելացնում եմ կանաչ սոխը։ Oh my god, թեր ջուդել ես, արդեն սկում եմ, որ ինքը խենթանալի կամով է, դե գիտեմ համերը ես, բայց դե մեկը, որ սիրում եմ գիտեմ համերը, ավելի արդեն ուզում եմ ուտել և փորձել, բայց անպայման ուզում եմ դուք էլ փորձեք ու ասեմ, չմոռանաք հետևել մեր էջին Համիկա։ Oh my god. Ժողովուրդ շատ համով է։ Չգիտեմ, այնքան համով է, որ հիմա ես արդեն աչքս պակ պատկերացնում եմ, որ մի քանի հատ ուտում եմ։ Oh my god. Մի խոսքով, շատ համով է։ Անպայման կպատրաստեք։ Տեսակ մի քանի պաղաթրիչաբետ միան, կվերցնեք, կպատրաստեք ու հետո կասեք Աբրե Շաղջան, որ սենց պաղաթադոմս ես տալիս, ու Աբրի Համիկախնիկը, որ Շաղգինն այդ որոշումը այսպիսի համով պաղաթադոմսել տացեզի։ Չմոռանաք ամեն օր նույն ժամին մեզ նայել թուղթ մադիդով պաղաթադոմսը գրել, բայց եթե թուղթ մադիդ չունիք, սիրտ չունիք, գնում եք YouTube եւ ընդեղից նայում եք պաղաթադոմսը։ Ձեզ համար ամենը արխիվ ենք անում, որպեսզի դիտեք։ Ձեզ բարի օր եւ բարի խորժակ։